Ընտրությունը եղավ, Գյումրիի քաղաքապետը երդմամբ ստանձնեց պաշտոնը, հիմա հետագա աշխատանքի հարցն է։ Զրույցի եմ հրավիրել իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Լիոնիսյանին։ Դանիել, ողջույն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, դուք համարում եք, որ այս ավականին կենսունակ կլինի։ Կառավարման ճգնաժամ կանխատեսող քաղաքացիական պայմանագրի փաստարկը այն է, որ կոալիցիաներ չկան 4 ուժերի մեջ, այդ ամենը երկար չի տևի։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք ունենք իրականություն, որ որևիցե քաղաքական ուժ կամ կոալիցիա Գյումրիի ավականում չունի մեծամասնություն, չունի նույնիսկ համարյա մեծամասնություն, հա, եւ ինչը նշանակում է, որ նրանք կարող են մի շարք խնդիրներ առերեսվեն, այդ թվում օրինակ, եթե ԿՊ-ն նիստերը բոյկոտի եւ ուրեմն Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի բոյկոտի ապահովակի նիստեր չեն կայանա եւ ինչ որ ժամանակ հետո կլինեն նոր ընտրություններ, բայց ես վստահ չեմ, որ չեմ կարծում Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժը դա կանի եւ լուրջ խնդիրներ կարող են ունենալ մի շարք որոշումների ընդունման հետ առավել եւս այնպիսի որոշումների, ինչպիսին է, չգիտեմ, ծրագիր, բյուջե եւ այլն։ Հիմա Երևանում մոտավորապես նույն իրավիճակը չէ, պարոն Լիոնիսյան, քաղաքացիական պայմանագրի հանրապետության կոալիցիայից դուրս երրորդ ուժի ձայների կարիք է երբեմն զգացվում, բայց 2 տարի է քաղաքապետը աշխատում է։ Ես դրա համար եմ կարծում, որ այո, Երևանի փորձը կա եւ կարող է Գյումրիում էլ նույն ձև լինի, բայց Երևանում ամեն դեպքում եկեք հաշվի առնենք, որ կա նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, որը շատ հաճախ տարբեր քվեարկություններով աջակցում է քաղաքացիական պայմանագրին եւ կամ իրենցից մի քանի ավականու անդամ։ Եվ քանի որ մի քվե այստեղ պակասում է, Երևանի ավականում հանրապետությունն ու քաղաքացիական պայմանագիրը միասին ունեն 65-ից 32 քվեն։ Մի քվե է իրանց պակասում մեծամասնության համար։ 65-ի մեջ մի քվե ճարելը ավելի հեշտ է, քան 33-ի մեջ, եթե ճիշտ եմ հիմա հիշում հաշվարկներով 3 կամ 4 քվե ճարելը, հա, հենց որ Գյումրիի Վարդան Ղուկասյանի ինչ ասեմ իշխանավարումը էապես ավելի բարդացված է լինելու, քան Տիգրան Ավիյանն է Երևանում։ Պարոն Լիոնիսյան, Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն է լինելու, ձեզ համար պարզ է, իրենք մասնակցելու են նիստերին, թե օրինակ Սարիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե բյուջեի ամեն կոպեկի հետևից գնալու են, ավելի շատ վերահսկողական դերակատարության մասին է։ Եվ դուք չեք կարծում, որ որևէ այսպես եզր կա համագործակցության ընդդիմադիր այն 4 ուժերի, որոնք ի վերջո կարողացան քաղաքապետ ընտրել Գյումրիում եւ քաղաքացիական պայմանագրի, իշխող քաղաքացիական պայմանագրի, որը ըստ էության ընդդիմություն դարձավ։ Այստեղ մի քանի հարց կա եւ տարբեր հարցերում կարող են տարբեր կոմբինացիաներ լինել։ Չեմ բացառում օրինակ այնպիսի սցենար, որ քաղաքացիական պայմանագիրը կարողանա այնպես անել, որ իրենց ներկայացուցիչը փոխքաղաքապետ ընտրվի։ Եվ եթե Մարտուն Գրիգորյանի ներկայացուցիչները օրինակ փոխքաղաքապետի հարցում չմիավորվեն մյուս ուժերի հետ, ապա քաղաքացիական պայմանագիրը ունենա հարաբերական մեծամասնություն, մենք չենք պետք չի բացառել, որ Գյումրիում կարող փոխքաղաքապետը լինի ԿՊ-ից։ Շատ հնարավոր սցենար է, ուրեմն դա նաև շատ հնարավոր է այն կոնտեքստում, որ իսկան հայտա թե ինչ է լինելու Վարդան Ղուկասյանի ճակատագիրը, Վարդան Ղուկասյանի անցյալը եւ խիղճը մաքուր չեն։ Իր նկատմամբ կան բավական արժանահավատ մեղադրանքներով քրեական գործեր։ Եվ չի բացառվում, որ ինչ որ պահի ինքը անազատության մեջ հայտնվի, չեմ բացառվում, որ ինչ որ պահի ինքը իր նկատմամբ կայացի օրինակ դատավճիռ, որը կարգելի իրեն համայնքապետ հազար մի բան է հնարավոր եւ այս կոնտեքստում շատ էական կլինի, թե ով է փոխքաղաքապետը։ Եվ սա գիտեք ինձ թվում է, որ 26 թվականի ընտրությունների կոնտեքստում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուղղակի բոնուս է
ստացել։ Դենց բոնուս ոնց ասեմ, suppose քալիս երկնքից բան էլի, դենց դեմը 50 ոսկի ու այն ուղերձը, որ իրանք հղելու են 26 թվականի ընտրությունից, հետևյալն անելով, հարգել հայրենակիցներ, եթե դուք ընտրում եք որոնց է մեկին բացի քպեից, իմացեք, որ ձեր ձայնը գնալու է նախկիններին եւ նախկիններից ամենա դեմացիկին, ամենա չգիտեմ, չսիրվածին ձեզ հույս մի տվեք, որ ինչ-որ միջանկյալ մեկին կարողանալու եք քվեարկել։ Քպես մեսիջները արդեն անում է, արդեն քպայականներ որոշ, այս մեսիջները անում են։ Պարոն Յովհաննիսյան, իսկ որ մնաց ընտրությունները, ընտրություններով ժողովրդի ձայնը, այդ քվեն պաշտպանելը։ Այս ընտրություններով ընտրվեց Վարդան Ղուկասյանին։ Իհարկե քպեն փորձում է այնպես անել, որ այս ընտրությունների արդյունքում ինքը 26 թվականի ընտրությունների կոնտեքստում առավելագույն պտուղներ քաղաց լինի, առավելագույն բոնուսներ շահած լինի, առավելագույն ոնց ասեմ, հանրային աջակցություն ստացած լինի։ Այն կոնտեքստում, որ հարգելի հայրենակիցներ, ուրիշ բան չկա, Հայաստանում իրականում երկուսակցական համակարգ է կամ մեզ եք ընտրում, կամ նախկիններն եք ընտրում։ Սենց ուղերձ են իրանք այս ամեն ինչից վերցնելու եւ արդեն իրանք այդ ուղերձը տարածում են։ Իրանք արդեն այդ ուղերձը տարածում են։ Ուրիշ հարց է, որ իրանք հասցեին մենք որպես քաղաքասարություն պետք է քննադատություն հնչեցնենք հենց բանի կոնտեքստում, երկրում իրավակարգի կոնտեքստում։ Կներեք էլի մարդ այդ մարդը չպետք է ընտրություններին մասնակցեր։ Մինալի տեղը քրեակատարողական հիմնարկն է, կամ լավագույն դեպքում բրասլետը վերջույթին կապած, ուրեմն սահմանափակ ազատություն վայելելն է։ Մենք հասկանում ենք կրիմինալի դեմ պայքարում ենք պարտվում, ՀՊ-ի գլխավորության, որտեղ ՀՊ-ն է իշխանություն։ Դուք խոսեցիք քվեների մասին, դիտարկել եք, հա, Գյումրիի արտահերթ ընտրությունները։ Ղուկասյանն էլ այսօր պնդում էր, որ իր հարազատ թաղամասում, որտեղ բոլորին, ինչպես ինքն էր ասում, դեմքով է ճանաչում, դրսից քվեարկելու եկած մարդիկ է տեսել։ Դուք իշխանության կամ այլ ուժերի կողմից կազմակերպված կեղծարարության փորձեր նկատել եք դիտարկելիս ընտրությունները։ Տեսեք, կեղծարարության փորձեր որպես կեղծարարություն մենք չենք նկատել որևիցե ուժի կողմից։ Իսկ ընտրությունների վրա ազդելու եւ ընտրողների, տեսեք, ընտրողները մեր գնահատականն էր, որ ընտրողների կամքը արտահայտվել է քվեարկության արդյունքներով, բայց ընտրողների կամքի ձևավորման վրա եղել են խնդրահարույց ապօրինի միջամտություններ եւ մեր տեսած վիճակագրական պատկերը խոսում է նրա մասին, որ թեև այդ երևույթները եղել են 3 ու դիտվել են մեր կողմից դիտվել են 3 ուժերի մասով։ Կասեք որ ուժերի։ Քաղաքացիական պայմանագիրը կոմունիստ ես մի քիչ ծիծաղալ վիճակում հայտնի, խոսում կոմունիստական կուսակցություն։ Վարդան Ղուկասյանը եւ Մարտին Գրիգորյանը։ Իջալուց ասեմ, որ Վարդան Ղուկասյանի մասով առաջի դեպքը չի, որ ինքը կեղծ ընտրախախտումների մասին է հայտնում, ընտրությունների օրն էլ մենք արձանագրել, որ ինքը որպես ընտրախախտում ներկայացնում է երևույթներ, որոնք իրականում ընտրախախտում չեն եւ խնդրահարույց չեն։ Պարոն Յովհաննիսյան, եւ վերջին հարցը, մեկ այլ հարց է մնում, հա, կառավարություն Գյումրիի տեղական իշխանություն աշխատանքը երկկողմանի եղել է հավաստիացում, թե օրենքի շրջանակներում աշխատանքի դաշտ տեսնում են, բայց այսօր լսեցինք Վարդան Ղուկասյանի կոշտ քննադատությունը իշխանության հասցեին, իշխանությունը պատասխանել ու պատասխանում է ոչ պակաս կոշտ բառապաշարով։ Դուք ինչ եք կանխատեսում, սա կարող է այսպես ավելի մեծ առճակատման հանգեցնել։ Հենց այդքան բառապաշարը չի, ինչքան առհասարակ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունը եւ սուվերենությունը։ Հայաստանի մարմինները ցավոք սրտի շատ կախված են պետական իշխանությունից ֆինանսավորման առումով, որովհետեւ Հայաստանում հիմնականում, ոնց ասում եմ, մեծ բյուջեն պետական բյուջեն է, 90%-ը պետական հանրային ֆինանսների պետական բյուջեով է դնում։ Եվ համայնքները պետությունից պետական իշխանություն շատ ուժեղ կախված են այդ կոնտեքստում։ Օրինակ շատ ավելի կախված են, քան Վրաստանում, ես էլ չասեմ եվրոպական երկրներում։ Եվ սա բնականաբար իր ազդեցությունն է ունենում համայնքների ղեկավարների եւ պետական իշխանությունների հարաբերություններին։
Շատ շնորհակալ եմ, ես հիշեցնեմ զրույցի էի հրավիրել իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոնիսյանին, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։